Կրակելով սահմանամերձ բնակավայրերի վրա Ադրբեջանը փորձում է 3 խնդիր լուծել՝ թույլ չտալ ստատուս քվոյի ամրապնդում, լարված պահել բանակցության ընթացքը եւ սեփական հանրությանը ապացուցել, որ պատերազմի սպառնալիքը օդում կրակված փամփուշտ չէ։ Սերգեյ Մինասյանը անհանգստացած է, որ քաղաքական մանիպուլյացիաները երբեմն կարող են այնքան ոգևորիչ լինել, որ դրանց հեղինակները սկսեն հավատալ իրենց հորինած իրականությանը։ Մենք տեսնում ենք, որ ավելանում են զենքի եւ զենատեսակների ասենք օգտագործումը, եթե մի քանի տարի առաջ խոսքը գնում էր ինչ-որ թեթև զենքերի մասին, ապա այս անգամ արդեն բավականին նույնիսկ 120 մմ-անոց ականանետերի մասին է խոսքը գնում, որ իսկ ասենք Ղարաբաղի ճակատում նույնիսկ օգտագործել էին այդ 107 մմ-անոց հրթիռահրետանային կայանները։ Իսկ դա իսկապես բավականին ասենք լուրջ զարգացումներ են։ Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը վստահ է, եթե վաղը պատերազմ սկսվի, մեր բանակը պատրաստ է ոչ միայն պաշտպանվել, այլև հարձակվել ու նոր տարածքներ ազատագրել, բայց խնդիր է, որ հանրությունը հետ է վարժվել եւ ոչ միշտ է կանգնած բանակի կողքին։ Ազատամարտիկ Շահե Աճեմյանի համար 2 օր է պետք հանրությանը ոտքի հանելու եւ ինչպես 25 տարի առաջ մեկ մարդու պես պաշտպանելու սահմանը։ Ազատամարտիկի կարծիքով շատ ավելի կարեւոր է թշնամուն պատժելու մեր բանակի մասին պատկերացում ստեղծելը։ Երբ որ արդեն խփում են 20 քյուղ, Էսի մի քիչ անդանելի է։ Այսօր Հայաստանի ովևէ մեկ անգյունում սահմանի վրա, եթե խոցելի դեղ գա, ուրեմն մենք ապահով չենք։ Եվ եթե մեր բանակը, մեր զինուժը, այդ ապահովությունը բարդավոր է բահել, պետք է որ այդ դավուշի դիրքերը մենք վերցնենք։ Ես ուրիշ ջար չեմ տեսնում։ Բանախոսները լավագույն տարբերակ են համարում յուրաքանչյուր կրակոցից հետո թշնամու մեկ դիրք վերցնելու ավանդույթ ստեղծելը։ Ամեն դեպքում կա սահմանային լարվածություն, կա պատերազմ եւ փոքր քայլերով պատժելը միջազգային հանրությունը չի դիտի որպես էսկալացիա։ Մանավանդ որ մինչեւ տարվա վերջ Հայաստանը կստանա Իսկանդեր հրթիռահրետանային համալիրներ, որոնցից սարսափում են նույնիսկ գերտերությունները։ Նաիրի Հոխիկյան, Արթուր Սուքիասյան, Էպիկենտրոն։